Ստարտ է, ձեզնից յուրականչուն է, և դուք բողոքում եք տաներում, և դուք բողոքում եք արատի բուխետկաներում, և դուք բողոքում եք տրանսպորտում, և դուք բողոքում եք ամենուր, և դուք եք գալի փողոց, պետք չէ գտնել մեղավորներից, պետք չէ մեղադրել ոչ ոքի, անձինս պետք է մեղավոր գտնել նայելով միայն հայլում եք։ Գումար բազներ ասա։ Ժողովուրդ միացեք, ժողովուրդ միացեք, ժողովուրդ միացեք, ժողովուրդ միացեք, ժողովուրդ միացեք։ պատկանում է ժողովրդին, այդ ոսը հանցագործ տարերին։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդ դուք ստրուկ չեք, դուք եք տերը այս երկրի, մենք ենք 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 տերը այս երկրի, մեր երկրի։ Հանդիսանում է մշակութային ուսարկան, որը պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, այլ ոչ թե հանցավոր իշխանությանը։ Այս շենքը վաճառվել է արգենտինացի գործարարի, որը հետագայում կարող է վերածվել երևան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացի Շանթ Հարությունյանը և ինքնիները ենթարկվեցին բռնությունների թեման ենթարկվելու ձերբակալելու ընթացքում բռնությունների անմիջական կատարողը հանդիսացել է ոստիկանապետ Հովհաննես Ասլամյանը Եվ Հայաստանի Հանրապետության իշխանությունները անձինս ոստիկանության բռնության պատասխանատվի քաղաքացիական ակտիվության Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստեղծման process-ը չեն կարող թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այլոցերիկով դիկովի դիրքում լինեն և դերում հայտնվեն, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն ոչնչացվում Սերժ Սարգսյանի և նրա համախոհների կողմից։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, առանց որի կարծիքը հաշվի առնելու ինքնական և մեկանձնյա ապօրինի և դավաճանական որոշում է կայացվել։ Շանթ Հարությունյանը իր քաղաքացիական անհնազանդությամբ ընդգծեց նման ապօրինի որոշման դեմ։ Եվ մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հայաստանի Հանրապետությունում իր քաղաքական հայացքների համար ազատազրկման ենթարկված, կալանավորված Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին։ Պահանջում ենք քրեական գործ հարուցել բռնություն կիրառած պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Հովհաննես Գասպարյանի և նրա տեղակալ Գունամ Պողոսյանի վերաբերյալ նկատմամբ։ Այդ մասին հաղորդում է ներկայացվել արդեն Հայաստանի Հանրապետության Հանրապետության ծառայությանը։ Մենք մոտենում ենք հիմա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը մեր երթի հանգրվանը, որտեղ կներկայացնենք մեր պահանջները։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները զգալով վտանգ ընդդիմական դաշտում միասնություն տեսնելով ժողովրդի տարբեր քաղաքական ուժերի, որոնք մի կողմ դնելով իրենց քաղաքական տարածաշրջանների դիալոգները սկսեցին սադրան կիրառել բոլոր ակտիվ քաղաքացիների վրա։ Նույն ակտիվիստների վրա դրեցին գործել վարչական իրավախախտումների տուգանքների տեսքով։ Այնուհետև երեքի առաջի օրը հատուկ պետական ծառայությունը Արգուստի Կիբիրյանի նկատմամբ դրեց հոդվածներ, որոնք
Ես գնացել եմ ծառայել եմ, որվել եմ, իմ երեխայի գտնվում են քրեական հետապնդման դիրքում, մեղադրյալի դիրքում։ Մենք այսօր մեր խաղաղ ակցիայի վերջնակետում գլխավոր դատախազության մոտ վերստին պնդում ենք և հրապարակում ենք մեր պահանջները։ Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին բերման ենթարկեցին ոստիկանության բաժին, խոչընդոտելով նրանց քաղաքացիական անհնազանդության ակցիան։ Քաղաքացիական անհնազանդության ակցիան ուղղված էր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար առաջին և գլխավոր մարտահրավերի դեմ։ Այն է Հայաստանի Հանրապետության բռնակցումը դիկտատորական և պուտինյան Ռուսաստանին, որի վերաբերյալ Սերժ Սարգսյանը միանձնյա և դավաճանական որոշում կայացրեց և ընդվզողների նկատմամբ կիրառվեց ոստիկանական բռնություն։ Ավելի, քաղաքացիական անհնազանդության ակցիան ակնհայտորեն սադրիչների միջոցով խափանվեց և պարարտ հող ստեղծվեց, որպեսզի իրավական հիմնավորում տան ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժի գործադրման համար։ Ավելին, ձերբակալության ընթացքում Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառվեց բռնություններ ոստիկանապետ Գովա Գասպարյանի և նրա տեղակալ Հունան Պողոսյանի նկատմամբ։ Մենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից չնայած իմ նշած վերապահումներին, այնուամենայնիվ նա մեր դատախազությունն է, մեր որպես հարկատուներից միջոցների հաշվին է այս շենքը և ամեն ինչը գոյություն ունի, և մենք որպես հարկատուներ, ոչ թե հպատակներ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Շանթ Հարությունյանին և կալանավորված անձանց։ Պահանջում ենք անհապաղ քրեական հետապնդում իրականացնել Շանթ Հարությունյանի և նրա անչափահաս տղայի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանապետ Գովա Գասպարյանի և նրա տեղակալ Հունան Պողոսյանի նկատմամբ։ Պահանջում ենք քննություն իրականացնել և պարզել, թե այդ ինչ հիմնավորմամբ և ինչ օպերատիվ հետախուզական տվյալների հիման վրա է ակցիայի յուրաքանչյուր մասնակցին մեկ հոգու հաշվով 15 ոստիկանության աշխատակից ջրցան մեքենաներով և տեխնիկայով կենտրոնացվել այդտեղ։ Ահաբեկչական այդ ինչ ակցիա էր կատարվելու, որի մասին այդ դեպ Շանթ Հարությունյանը բազմիցս ես հրապարակավ ասել էր, որ ինքը իրականացնելու է հեղափոխություն։ Ոստիկանությունը իր անգործությամբ և ժամանակին գործողություններ չկատարելով ըստ էության նպաստեց այն իրավիճակի ստեղծմանը, որպեսզի հիմնավորի քաղաքացիական անհնազանդության Շանթ Հարությունյանի և նրա ընկերների իրավունքի խափանումը։ Այսօր էլ մենք ականատես եղանք և մեր պաստառներից մեկը ակնհայտորեն բռնագրավվեց և ոստիկանությունը բացարձակապես որևիցե ավելի ոստիկանությունը հենց ինքը բռնագրավեց։ Եվ մենք իհարկե չենք հանդուրժելու Հայաստանի Հանրապետության անկախության, ոչնչացման պրոցեսը Հայաստանի Հանրապետության որպես ժողովրդավարական իրավական պետության ոչնչացման պրոցեսը չենք հանդուրժելու, որի դեմ կանգնեց նաև առաջերտին Շանթ Հարությունյանը։ Ազատություն! 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 Ազատություն!
կյանքի 22 տարիները հենց այնպես իզոր չի կարող անցնել եւ մենք անհատը չի կարող այդ ամենը ջուրը լցնել եւ ասել դուք ոչնչություն եք, դուք չկաք եւ այն զոհերը, զոհողությունները, զրկակները, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացին տալել է, տարել է հանուն Հայաստանի Հանրապետության, այսօր ասենք դա զորո է։ Մենք չենք կարող հանդուրժել եւ Շանթ Հարությունյանը առաջին չհանդուրժելու իր քաղաքացիական անհնազանդության իրավունքը իրականացրեց, որի նկատմամբ կիրառվեց վայրենի բռնություն, անչափահաս տղային, մի ամբողջ օր պահել ոստիկանության բաժնում եւ բաց թողնել առավոտյան։ Սա ուղղակի նշանակում է պատժի ենթարկել անկախության մարտիկին եւ անկախության Հայաստանի Հանրապետության որպես հիմնական արժեքի, որտեղ առանց դրա մենք չենք կարող երազել ոչ ժողովրդավարական, ոչ իրավական պետություն ունենալու ընդհանրապես որևիցե հնարավորություն։ Մենք չենք կարող հաշտվել, որպեսզի որ մեկ անձը եւ իր համախոհները հանուն իրաց իշխանության մեր զարգացման, իրավական պետության, ժողովրդավարական պետության հնարավորությունները վաճառեն չեկիս Պուտինին։ Այո։ Սերժիկ չեկիս, Սերժիկ չեկիս, Սերժիկ չեկիս, Սերժիկ չեկիս, Սերժիկ չեկիս։ Շնորհակալություն եմ հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին։ Այսօր եղանակային պայմանները ամենևին չխոչընդոտեցին մեր ձայնը հասցնելու այնտեղ, որտեղ պետք է։ Մենք շարունակելու ենք մեր գործողությունները, որովհետև այն պրոցեսները, որ հիմա կատարվում են, այն է Հայաստանի Հանրապետության դռնակցումը Մաքսային միությանը, որպես մեխանիզմ իրապես դիկտատորական Ռուսաստանին, դա անհանդուրժելի է։ Եվ դա իր ամբողջ նյարդային համակարգով զգացող մարդը Շանթ Հարությունյանը դրսևորեցիր քաղաքացիական անհնազանդությամբ։ Եվ հիմա փորձել իրավական գնահատական տալ, թե Շանթ Հարությունյանը ապօրինություն է կատարել, մոռանալով այդ հիմնական մեծ ապօրինությունը եւ պետական դավաճանությունը։ Դա ուղղակի խաբեություն է օրը ցերեկով, որը մենք չենք կարող հանդուրժել։ Շնորհակալություն եւ մեր հաջորդ հանդիպումներին ապայման տեղյակ կպահենք։ Հաջողություն ձեզ։ Ոստիկանությանը ինձ շնորհակալություն, որ մեր պաստառ այնուամենայնիվ մենք ակնկալում ենք որ վերադարձնի։ Շնորհակալություն բոլորիս։ Եվ կարծում եմ որ ոստիկանությունը պետք է կանգնած լինի Հայաստանի որպես իրավական ժողովրդավարական պետության շահերից։ Ասեք որ այդպես էլ կա։ Այս ոնց է աշխարհ։ Չի կպնում եք միանում Ոստիկանությանը շնորհակալություն կհայտնենք։ Դե հայտնենք։ Լավ առանց Պարոն Օսիպյան, ոստիկանությանը շնորհակալություն կհայտնենք այն ժամանակ, երբ մենք տեսնենք, թե ինչպես եք շղթաները գցում Սերժ Սարգսյանի ձեռքերը եւ կալանավորում նրան ուղեկցելով դեպի Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ եւ այնտեղից բաց եք թողում Շանթ Հարությունյանը։ Մոտ 2 ժամ առաջ մեկնարկեց այստեղ Մի փոքր ավարտեց, մի փոքր հետ գնացեք, լա, շնորհակալություն։ Շնորհակալ չեմ մռնում, ամեն ինչ հրել ես տեսնում, այն գերջա։ Ամեն ինչի մեջ հրել ես տեսնում։ Չգիտեմ ինչի մասն է խոսում, լավ ես ինձ կառավարություն։ Որը ազատության հրապարակից Նարան Հետո բանը, Լավ էլ է, վիճեք ամեն ինչի մեջ վատնեք փորձում տեսնեք, դες չի կարելի, այդ ձեր ցավտան, դուք եկել եք ճշնամաբար տրամադրված, բայց ախր այդպես չի, մի հատ տեսեք ոստիկաններին նայեք, որևէ մեկին ասել աշխուժ վերելը ում կա նման բան չկա եւ չի կարող լինել։ Հիմա ձեր մատը փուշ պետք է ոստիկաններն են առաջինը գալու կանգնեն ձեր կողքին։ Ոստիկանները բաց բան են, ամուսը կողքին։ Ինչն է բան անում, որ գալիս են հա առած։ Լավ է, դուք ձեր
տրամադրել որ դա այդպես է, բայց մենք չի կարող։ Միատ տեսեք էլ ամբողջ աշխարհի ոստիկանությանը նայեք եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ Միատ նայեք, անպայման ուզում եք ամսի 5-ից ոստիկան զոհեր, եվրոպանիստերից որ նոր այդպես հանգստան նայեք, հա։ Դա եք ուզում։ Ան հետ էլ բաներ եք ասում, տրամաբանությունից ու բաներ, որի անօրինական արժեք, որ ոստիկանը Հնահանգում են որ կան ու ժողովրդին ոտնատական են։ Այդքան ինչքան էսպես իրանք անարժան ձևով վերաբերվեն հայ ազգի նկատմամբ, այնքան պետք է մենք կատարենք հեղափոխություն։ Լավ շնորհակալություն, այստեղ արդեն Բոլոր հայ սրտում ցավ կա հավաքեցին պաստար, որը լավ, ու մենք գացենք, է։ ապուրինության մասին միանշանակ դա բավարար հիմք է, որպեսզի վերադաս մարմինը, իրավապահ մարմինները, չնայած ես նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետությունում փաստացի մենք չունենք իրավապահ մարմիններ։ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք, ասենք, վերջի իրադարձությունները, ոստիկանության պահվածքը վերջի ամիսների ցույց տվեց, որ մենք ունենք ինչ-որ մի հատ բանդա, որը տարված է ինչ-որ սեռական հակումներ ունի, թռնել այս կամ այն աղջկա վիզը համբուրել։ Այսօրվա դրությամբ հասել ենք այն, այս վերջի անգամ հենց որ ինձ տարել էին Արաբկիրի ոստիկանություն, ուրեմն ավտոմեքենայի մեջ մի հատ ոստիկան էր եկել ցկներից նստել։ Հիմա հասել ենք այն օրի, որ ասենք պլակատ են գողանում տանում պատառոտում։ Ոստիկանության հիմնավորումը, որ բարոյական չէ, վիրավորվում են, երբ որ իրենց ղեկավարը։ Գիտեք ոնց է, գոյություն ունի հստակ օրենսդրություն, թե ինչ կարգով պետք է կատարվի այս կամ այն գործողությունը։ Գիտեք, հենց որ ոստիկանը սկսում է մեկնաբանել, սա բարոյական, գիտեք ոնց է, բարոյականը չի, իրանց պահվածքը։ Այ իրանց պահվածքը անբարոյական է։
Տարածել կա որևէ պետական մարմին, որը կարող է որոշել ակտիվ մասնակիցների պաշտպանը որքանով է։ Իհարկե նման բան չկա։ Իրենց գործողությունը դրա համար եմ ասում, իրենց գործողությունը տեղով աբսուրդ է, տեղով ապօրինություն է։ Այսինքն մենք տեսանք, որ ոստիկանությունը կրկին անգամ իրականացրեց ապօրինություն։ Բոլորի աչքի առաջ։ Ինքը մշտապես դիմում է սադրանքի, ինքը մշտապես դիմում է ապօրինությունների, ինքը մշտապես կատարում է հանցագործություն եւ փորձում է այս կամ այն ձև իր հանցագործությունը գցել քաղաքացիների վրա։ Հենց ամսի 5-ին էլ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ ոստիկանության սադրանքը, որը նպատակ էր հետապնդում մեկուսացնել, կալանավորել Շանթ Հարությունյանին եւ իր համախոհներին, ինչպես նաև բռնություններ կիրառել հասարակության ակտիվ ներկայացուցիչների նկատմամբ, որպիսի վաղ սերմանեն հասարակության շրջանում։ Շնորհակալ ենք մենք Հավաշի, գնաց, Դու ասում ես, հա?